Երևանում ժամը 18-ն է, FM 107-ի ուղիղ եթերում Արմ ռադիոյի լրատվականը հիմնական թողարկումն է։ Ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր ծրագրում Բաքուն ձեռնպահ է մնում փաստերը հրապարակավ ներկայացնելուց, Ղարաբաղի ռազմական գերատեսչություն, ԵԱՀԿ-ն վաղահերթական դիտարկումը կանցկացնի Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, վաղը տեղի կունենա Արտակ Նազարյանի սպանության գործով հերթական դատական նիստը։ Այժմ այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն։ Միայն անցած շաբաթվա ընթացքում ի պատասխան նոյեմբերի 19-ին եւ 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի կրած 2 զինվորի կորստի հայկական կողմը ինչպես եւ նախապես զգուշացրել էր դիմել է պատժիժ գործողությունների։ Ըստ Պաշտպանության բանակի հետախուզության տվյալների նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչեւ 7 զոհ եւ վիրավոր, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը։ Ակնհայտ է, որ ներքաղաքական եւ ներհասարակական ընդվզումներից երկիրն ու սեփական զինուժը ձեռք պահելու համար պաշտոնական Բաքուն ձեռնպահ է մնում վերոնշյալ փաստերը հրապարակավ ներկայացնելուց։ Սակայն ըստ հավաստի աղբյուրների տվյալ երկրի իշխանությունները կատարվածի շուրջ Պաշտպանության նախարարությունից պահանջում են կոնկրետ պարզաբանումներ եւ բացատրություններ, ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահները վաղը մասնակցելու են հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկմանը։ Դիտարկման ժամանակ միջնորդներն անցնելու են հայկական կողմից ադրբեջանական կողմ։ ԵԱՀԿ առաքելությունը դիտարկումն անցկացնելու է Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլի եւ Հայաստանի Տավուշի մարզի Կայան գյուղերը կապող ճանապարհին։ 2011 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 12-ին Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում իր ցուցմունքը կշարունակի տուժողի իրավահաջորդը Արտակ Նազարյանի մայրը Հասմիկ Հովհաննիսյանը։ Այդ օրը դատարանում կհետազոտվի նաև նախորդ նիստի ժամանակ Հովհաննիսյանի կողմից դատարանին տրամադրված լուսանկարը դեպքի վայրից, որն արվել էր բջջային հեռախոսով եւ փոխանցվել Արտակ Նազարյանի հարազատներին հենց դեպքի օրը։ Արտակ Նազարյանի մորը լսելուց հետո հարցաքննվելու են գործով դատակոչված վկաները, այն է Նազարյանի մարտական վերջին հերթապահության ծառայեկիցները։ Դատական նիստ է նախատեսվում նաև հաջորդ օրը նոյեմբերի 30-ին։ Արտակ Նազարյանը սպանվել է 2010 թվականի հուլիսի 27-ին ծառայության վայրում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված Մեհրաբներ զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում, որի ավագն էր։ Եվրոպական հանձնաժողովն այսօր հաստատել է Հայաստանի ֆինանսական համակարգի կառավարման արդիականացման ուղղված ծրագիրը։ Սա 2011 թվականի տարեկան գործողությունների ծրագրի երկրորդ տրանշն է 24 միլիոն եվրո արժողությամբ։ Ծրագիրը նպատակ ունի բարելավել հանրային հատվածի թափանցիկությունը, այն նպատակ ունի օժանդակել Հայաստանի եւ Եվրոպական միության առևտրային չափորոշիչների համապատասխանեցմանը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վաղը երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան։ Այս կապակցությամբ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր հայտարարել է, որ դա լինելու է Վրաստանի նախագահի տարեսկզբյան հայկական այցի պատասխանը։ Սարգսյանի վրացական այցի ընթացքում պլանավորված է թե երկկողմ, թե բազմակողմ այժմ էական հարցերի դիտարկում։ Պլանավորված է մի շարք իրավական փաստաթղթերի ստորագրում։ Ստորագրվելու են մի շարք համաձայնագրեր, որոնք առնչվում են նաև սահմանային համագործակցությանն ու սպորտային ոլորտին։ Բացի այդ, պլանավորված է, որ երկու երկրի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվելու համագործակցության մասին արձանագրություն։ Վրացական կողմը ողջունում է այդ այցը, մենք հուսով ենք, որ այդ այցն էլ ավելի կամրագրի մեր երկու հարաբերությունները։ Պաշտոնական այցի շրջանակներում պլանավորված են մի շարք մշակութային միջոցառումներ, որոնց մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը, ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։ Ճանաչողական այցով այսօր նոյեմբերի 28-ին Գյումրի է ժամանել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը, ով այնտեղ հանդիպում է ունեցել տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ապա ծաղկեպսակներ դրել Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այնուհետև դեսպանն այցելել է Գյումրիի տեխնիկական գրադարան, որտեղ մասնակցել է նոր սենյակի բացման հանդիսավոր արարողությանը։ Դեսպանը նշել է, որ այժմ չի շտապում գնահատականներ տալ, թե ինչպես է անցնող տարիների ընթացքում վերակառուցվել աղետի գոտին։ Իմ հաջորդ առաքելության ընթացքում կնախատեսեմ հանդիպումներ նաև քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկելու տնտեսական եւ սոցիալական հարցեր։ 6 շաբաթների ընթացքում ես հասցրել եմ որոշակիորեն տիրապետել նաեւ հայերենին, սակայն հաջորդ այցի ժամանակ խոստանում եմ ձեր հարցերին պատասխանել հայերենով, նշել է դեսպանը։ Հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 381 դրամով, եվրոն 507-ով, օդի ջերմաստիճանն այժմ +3 է։ Այժմ խոսքը փոխանցում եմ իմ գործընկեր Արտակ Մուրադյանին, ով կներկայացնի օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը։ Շնորհակալություն Ժիրայր։
FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է, ձեզ հետ է Արտակ Մուրադյանը, բարև ձեզ, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Կրկին հաքերային հարձակում հայկական կայքերի վրա, հարևան երկրում գաղափարախոսական պայքար է տեղի ունենում, ուշադրության կենտրոնում է թուրք վարչապետի հայտարարությունը։ Անկախ թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունից ազգամիջյան շփումն իրողություն է։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես, կրկին հաքերային հարձակում հայկական կայքերի վրա, այս անգամ ադրբեջանցիները կոտրել են ավելի քան 100 կայք։ Մասնագետները կանխատեսում են, որ տեղեկատվական արշավը դեռ կարող է շարունակվել, ներկայացնում է Զարուհի Մեջլումյանը։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը ադրբեջանցի հաքերները, որոնք ներկայացնում են Ադրբեջան Black Hits խումբը, կոտրել են ավելի քան 100 կայք։ Խումբը իր այս ակցիան նվիրել է Բաքվի իրադարձությունների 20-ամյակին։ Այս մասին Արմ ռադիոյի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով կոտրված կայքերի ցանկը դեռ վերջնական չէ, հնարավոր է կոտրվել են այլ կայքեր եւս։ Կայքերի մեծ մասը արդեն վերականգնված են, բայց բավական լուրջ քանակ կա, որ դեռևս կոտրված։ Կայքերի մի մասը, այսինքն բավական անհայտ կայքեր են, չի որ ինչ-որ սաղ, ինչ-որ կարևոր կայքեր են, բայց նաև կան լրատվականներ։ Կոտրված կայքերի թվում է նաև Արարատ բանկի պորտալը, ինչը լուրջ վտանգ կարող է առաջ բերել զուտ տնտեսական անվտանգության տեսանկյունից։ Բանկի հետ կապված բանը շատ վտանգավոր է, այն առումով, որ հասկանալի է, չէ կարող է ինչ-որ տնտեսական տիպի տեղեկատվությունը կեղծվի եւ այլն։ Վերջին լուրերը աչքից ընկավ PC News-ը, որը ուրիշ ադրբեջանական խումբ է կոտրել, բայց էլի 3։ Իսկ ինչ է կատարվում, երբ կայքը կոտրվում է։ Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզաբանում է, որ ադրբեջանցիների ձեռագիրը հետևյալն է։ Տեղադրել են ասենք սեյֆ ֆոնը, որի վրա ինչ-որ վատված նկարներ են եւ զարհուրելի երգ է հնչում ադրբեջաներեն։ PS News.am-ը պարզել է, որ կոտրված բոլոր կայքերը տեղադրված են մեկ սերվերում, ինչից մասնագետները եզրակացնում են, որ հարձակումը կատարվել է սերվերի եւ ոչ թե կայքերի վրա։ Հայ մասնագետներն այժմ աշխատում են հաքերային հարձակման հետևանքները վերացնելու ուղղությամբ եւ որոշ կայքեր արդեն իսկ վերականգնել են աշխատանքային ընթացքը։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Ինչպես արձագանքել նման գրոհների, ինչպիսին է միջազգային պրակտիկան եւ ամենակարևորը, ինչպես պաշտպանվել դրանցից։ Այս հարցերն են ուղղել Smart Tech ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանին։ Այս հակերական գրոհը դուք արդյոք տեղեկատվական պատերազմ եք համարում։ Ոչ մի դեպքում։ Ինչ որ մենք ասում ենք պատերազմ, մենք հասկանում ենք, որ հակամարտող կողմերը պետություններ են։ Այդտեղ ես չեմ տեսնում պետական աջակցություն։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք կարևոր նշանակության վեբկայքեր, մենք պետք է հասկանանք, որ դա կամ պետական ինֆորմացիա տարածող ինչ-որ մի վեբ ռեսուրսներ են, հա, վեբկայքերը։ Այս եղած վեբկայքերի մեջ գոյություն ուներ մի հատ նորությունների վեբկայք, դա վերջին լուրեր կետեյերներ, որը տենց էլ պարզ չի, իրականում այդ վեբկայքը ոչ հանրահայտ էր, ոչ էլ շատ ինչ-որ հղումներ կար այդ վեբկայքի վրա։ Ու մի հատ էլ վեբկայք կար, որը Արարատ բանկի հատուկ նորությունների վեբկայք էր, որը պարզ չի, իրանցը չէր արդյոք այդ հղումների նորմալ բան ուներ, թե չէ, հա, նորմալ քաշ, ես չգիտեմ այդ տերմինը բանոցածես, թե չէ, հա, հղումային քաշ այն հղումների քանակն է, որոնք գոյություն ունեն այդ վեբկայքի վրա, այսինքն այդ վեբկայքի նյութերը տարածվում են ինտերնետով հղումով։ Հիմա տեսեք, երբ որ մենք ասում ենք, եթե դուք նայեք այդ վեբկայքերի ցուցակների վրա, դուք կտեսնեք այդտեղ ինչ ասես, հա, սկսած դաժիգալկա AM-ից, վերջացած չգիտեմ ինչ։ Պարզ է, որ այդ վեբկայքերը պետության հետ ոչ մի կապ չունեն։ Ու ավելին, եթե ես չեմ սխալվում, 2009 թվականի ամառվանից բոլոր պետական վեբկայքերը անցել են հատուկ համակարգի պաշտպանության տակ, որը աշխատացնում է Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը, հա, ու այդտեղ այդ 2009 թվականի օգոստոսից ի վեր ոչ մի խնդիր հայկական պետական վեբկայքերի հետ չի եղել։ Դրա համար երբ որ մենք ասում ենք, որ սա պատերազմ է, չէ, սա պատերազմ չի, որովհետև այդ հակերային հարձակումները ուղղված են ոչ պետական, այլ ինչ-որ վեբկայքերի վրա, որոնք հնարավոր է ջարդել։
տեսեք, երբ որ մենք ասում ենք նախապատրաստական էտապը կամ չգիտեմ ինչ որ քայլա, որին կհաջորդի ավելի լուրջ գրոհներ հակերական, մտահոգություն չկա նախապատրաստվելու ամեն դեպքում առիթ չի տալիս։ Տեսեք, հա, սա մոտեցման խնդիր է։ Առաջինը, ավելի եթե նախապատրաստված չես, հա, օրինակի համար իմ կազմակերպության պաշտպանած վեբկայքերը, եթե ես չեմ ապահովում ինչ-որ մի ստանդարտների համապատասխանատվությունը այդ վեբկայքերի վրա, դա կապ չունի այդ հարձակումը եղել է, թե չի եղել, իմ վեբկայքն էլ մի օր կկոտրեն, հա, բայց քանի որ ես այդ ստանդարտներին համապատասխան այդ ամեն ինչը ապահովում եմ, ու ես գիտեմ, ես կարող եմ այդ ամեն ինչը պատկերացնել, ինչ է կատարում այդտեղ անվտանգության տեսակետից։ Ես հասկանում եմ, որ այս գրոհը լուրջ մասնագետների համար սա ուղղակի մի հիշեցում է եւ ոչ մի բան ավել, հա, որ ասենց ադրբեջանական հակերներ կան, որոնք իրանց հավեսի համար ասենք բաներ անում են, ինչ որ հայկական վեբկայքեր են կոտրում, հունվարի 20 են վրեն գրում ու ինչ որ այդպես բաներ են անում, հա։ Սա մանր խուլիգանություն է։ Մենք չենք ասում, չէ, որ սա պատերազմ է, եթե պատի վրա գրած լինի ինչ որ մի վատ խոսք։ Իսկ իրանց արածը հենց այդ է, որովհետև եթե դա պատերազմ լիներ կամ եթե դրա հետևը կանգնած լիներ ինչ-որ մի խելոք մարդ, օրինակի համար այդ նորությունների վեբկայքի վրա իրան կտեղադրեին բացահայտ սուտ ինֆորմացիա, հա, ու այդ սուտ ինֆորմացիան կտարածվեր, ու այդ սուտ ինֆորմացիայի հիման վրա ինչ-ինչ բաներ կլինեին։ Եկեք ես հիշացնեմ 99 թվականի պատմությունը, հա, չէ, 2000 թվականի պատմությունը, երբ որ այդ դրա նման մի դրվագ եղել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դա լիազոր խմբի պատմությունն է, երբ որ Zerkalo AZ վեբկայքում հայկական հակերները տեղադրել էին մի ինֆորմացիա, որ հետո ստիպված եղան հերքել ու Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Այդ պատերազմը, այդ արդեն երբ որ պետական օֆիցիալ պաշտոնյաները ներգրավում են այդ գործընթացի մեջ, դրա մասին կարելի է ասել, որ դա պատերազմ է։ Իսկ այս ամեն ինչը մանր խուլիգանություն։ Շատ լավ, իսկ ինչ միջոցառումներ է ձեռնարկվում կամ ձեռնարկումը արդյոք թե ոչ մեր ռազմավարական կարևորության օբյեկտների անվտանգության առումով։ Նկատի ունեմ կառավարություն, նկատի ունեմ ազգային անվտանգություն, պետական տարբեր հաստատություններ, նույն ինֆորմացիոն, ֆինանսատնտեսական հատված։ Ինչ վիճակում է։ Ես պետք է ասեմ, որ լավ վիճակում է, եթե 2009 թվականից այս կողմ ոչ մի տհաճ նորություն մենք չենք լսել, հա, որովհետև վեբկայքերի վրա միշտ հարձակումներ են լինում։ Այդպես չի, այդպես process չի, որ հենց հիմա որոշեցին ու այդ վեբկայքերը կոտրեցին։ Միջազգային պրակտիկան ինչպիսին է, հակամարտող կողմերն են իրար կայքերի վրա գրոհում, թե այլ բան։ Չէ, գիտեք, հակամարտող կողմեր ընդհանրապես չկա։ Ես նկատի ունեմ միջպետական։ Չէ, միջպետական հակամարտող կողմեր գոյություն չեն կարող ունենալ այս process-ի մեջ, որովհետև եթե մենք տեսեք, երբ որ մենք ասում ենք, որ հակամարտող կողմ գոյություն ունի, այդ նշանակում է, որ մի կողմը մյուս կողմի պետական նշանակության ինչ-որ մի ռեսուրսների պետք է վտանգացնի, չէ։ Եվ ինձ թվում է դուք էլ կհամաձայնվեք, որ Զաժիգալկա EM-ը հեչ պետական կարևորության ռեսուրս չի, հա։ Նույնիսկ վերջին լուրեր EM-ը պետական կարևորության ռեսուրս չի։ Հիմա տեսեք, եթե մենք ասում ենք, որ ով է հակամարտող կողմերը, շատ պարզ է։ Կան կազմակերպություններ, որոնք ստեղծում են վեբկայքեր ու որոնք host են անում այդ վեբկայքերը, այսինքն տեղադրում են այդ վեբկայքերը ու հասանելի է դարձնում այդ վեբկայքերը ինտերնետից։ Ու կան հակերներ։ Այս երկուսն են հակամարտող կողմերը։ Մենք հակահարվածների ունակ ենք, վիճակի ենք։ Ում պետք է հակահարվածան։ Ամենատարբեր գրողների հակերական, ես նկատի ունեմ տեղեկատվական պատերազմ։ Տեսեք, երբ որ այդ հաղթը տալիս եք, մենք պետք է հասկանանք ում ենք մենք հակահարված տալիս։ Եթե դա պատերազմ է, ապա հակահարվածը իմաստավորված է։ Հա մենք հասկանում ենք, որ մեր դեմ կանգնած է հակառակորդի բանակը, իր սպան ու զինվորը մեր հակառակորդն է, ու մենք պետք է այդտեղ հակահարված տանք։ Այս 106 կայքը կոտրել է ինչ-որ Azeri Hack Team կազմակերպությունը։ Ում ենք մենք հակահարված տալու։ Azeri Hack Team կազմակերպությանը կամ ով է տալու այդ հակահարվածը։ Մի րոպե, էլի, դա շատ կարևոր հարց է, որը ինձ միշտ տալիս է։ Հա, ես երևի 3-4 տարի է, որ այս թեմաներով լրատվամիջոցներում խոսում եմ, այդ նույն հարցը ինձ տալիս է։ Հակահարված, ում հակահարված։ Azeri Hack Team-ին
Կամը պետք է այդ հակահարվածը տա։ Խոսքը այս միջադեպի մասին չի, առհասարակ մենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստ ենք արդյոք, եթե մեզ գրոհում են մեր կառավարական կամ լուրջ ռազմավարական կարևորության օբյեկտների վրա, պատրաստ ենք մենք պատրաստ ենք։ Տեսեք, ես էլի ասեմ, այդ գրոհները այնպես չի, որ հենց այսօր իրանք որոշեցին ու սկսեցին գրոհել։ Այդ գրոհները ավտոմատացված ձևով անվերջ շարունակվում են։ Եթե գուցե խոցելի տեղեր են որոնում, գուցե ինչ-որ խոցելի տեղեր որոնում են, հետազոտական ինչ նկատառումներ կա, 100 վեբկայքը որ կոտրել են, այս 100 վեբկայքը կոտրել են մեկ սխալի պատճառով։ Ուղղակի այդ 100 վեբկայքը գտնվում էին մի համակարգչի վրա, ու արդեն այդ համակարգչին ոնց որ ներսերին հասնելով իրանք կարողացան փչացնել 100 վեբկայքի, 106 վեբկայքի պարունակությունը, բայց դա մի սխալ էր։ Խնդիրը այն չի, որ 106 հատ իրար հետևից կոտրել են, չէ, իրանք կոտրել են մի տեղ։ Դուք լսեցիք Ռուբեն Մուրադյանի մեկնաբանությունը։ FM 107-ի եթերում Արմռադիոն է, շարունակում ենք թողարկումը։ 1937-ից 38 թվականներին թուրքական իշխանությունների կողմից կազմակերպած ցեղասպանության համար տարիներ անց զղջումը դեռևս չի նշանակում, որ այսօրվա թուրքական իշխանությունները կարող են ընդունել անցյալում իրականացրած բոլոր գործողությունների պատասխանատվությունը։ Ավելին, Թուրքիան իրեն համարում է Օսմանյան կայսրության իրավահաջորդ միայն այն դեպքերում, երբ դա ձեռնտու է հենց իրեն, մոռանալով նույնիսկ սեփական պատմությունը եւ այն փաստը, որ Թուրքիայի առաջին վարչապետերը եղել են երիտ թուրք գործիչներ։ Իսկ օրերս Դերսիմի ցեղասպանության համար թուրք վարչապետ Ռեչեփ Թայիպ Էրդողանի ներողությունը կարող է նշանակել մի բան։ Իրականում այսօր հարևան երկրում գաղափարախոսական պայքար է տեղի ունենում։ Ուստի դժվար թե արդարացվեն այն խոսակցությունները, թե բռնագաղթված ընտանիքներին կօգնեն ինչ-որ կերպ որոշակի գույք տրամադրելով։ Փորձագետների կարծիքով այս հարցը կքննարկվի միայն քաղաքական դաշտում։ Դերսիմի կոտորածների մասին պատմող ուշագրավ արխիվային փաստաթղթերն ի հայտ են գալիս 2009 թվականից ի վեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Դերսիմը միշտ եղել է կիսանկախ վիճակում, թուրքական իշխանությունն այնտեղ երբեք լիարժեք չի գործել, ուստի այն միշտ էլ խնդրահարույց տարածք է եղել։ Դերսիմում ապրում են 1915 թվականից ցեղասպանությունից մազապուրծ եղած հայեր, քրդեր, զազաններ։ Որոշակի առումով 37-38 թվականների դերսիմցիների կոտորածով թուրքերը փորձ են արել ավարտին հասնել 1915 թվականին կիսատ թողած գործը, ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Վերջինս նկատում է, որ թուրք վարչապետն իր ներողություն խնդրելու հանգամանքը համարել է փաստերի ի հայտ գալը, ինչով էլ հակասել է ինքն իրեն։ Էրդողանը բազմիցս հայտարարում էր, որ թուրքական արխիվները բաց են, բայց հենց իր ներողության ժամանակ ասաց, որ մի շարք փակ արխիվներ կան, որտեղ հենց պահվում են Դերսիմի վերաբերյալ նյութերը, այսինքն ինքը մեկ անգամ եւս հակասեց իրեն։ Էրդողանի հայտարարությունն ուղղված էր ներքին սպառմանը, մասնավորապես քեմալիզմի եւ թուրքական զինվորականության դեմ էր։ Բացի այդ, փորձեր արվում արտաքին աշխարհում եւս որոշակիորեն աշխատել իմիջի բարձրացման ուղղությամբ, ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Այն, որ թուրք վարչապետը ներողություն է խնդրել դերսիմցիների կոտորածի համար, այսինքն անուղղակիորեն նաեւ հայերից, թուրքագետի համոզմամբ անհիմն են։ Հայ բառը հարաբերի չի ասել, Էրդողանը մինչև հաստատ չհաշվարկի, որ հայերից ներողություն խնդրելով ինչ օգուտներ կքաղի, երբեք իրոք մենք չենք կարող ակնկալել, որ Էրդողանը հատուկ հայերից ներողություն կխնդրի։ Ասվածի վառապացույցը նաև վկայում է այն, որ Էրդողանը երեք հայտարարել էր, թե իր անունը երբեք չի կարելի կապել հայկական խնդրի հետ եւ ինքը երբեք ներողություն չի խնդրի հայկական դեպքերի համար։ Ռուբեն Մելիքյանի կարծիքով այս ներողությունը թուրքական ներքաղաքական կյանքի կարևոր թեմաներից մեկն է։ Մասնավորապես Էրդողանը պատրաստում է իր հասարակությունն այն առումով, որ հաջորդ քայլը լինելու է հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայում ներքաղաքական զարգացումներն այն ուղղությամբ են ընթանում, որ միգուցե 15 թվականի ցեղասպանության ճանաչումը եւս սարերի հետևում չէ, կարծում է Արտակ Շաքարյանը։ Արդեն Աթաթուրքին եւ նրա ղեկավարած կուսակցությանը նովել ու դատապետել ու քննադատել, դա արդեն մեծ զարգացում է դեպի համար։ Ուստի նշույլ կա, որ գուցե 10-15 տարի հետո քաղաքական իրավիճակը այնպես զարգանա, որ երբ հասարակությունը այնքան հասունանա, որ հայերի խնդիրներ քրդերի նման կարելի կլինի գնալ ու գտնել թե ով է ճիշտը։
Վերջերս Ֆրանսիայում քննարկվում է մի օրենք ընդունելու հարց, որի համաձայն հայոց ցեղասպանության ժխտումը կարող է դառնալ քրեորեն պատժելի։ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը քննարկվում է նաև Իսրայելի կողմից, սակայն այս երկու երկրները քաղաքագետ Ռուբեն Մելիքյանի կարծիքով հուսալի չեն։ Իսրայելի կնեսետում այդ հարցը կընդունվի։ Ես վստահ եմ հակառակում, որ այդ հարցը հնարավորինս կքաղաքականացվի եւ այդ հարցից Իսրայելը կփորձի քաղել հնարավորինս ավելի շատ օգուտներ, ինչ վերաբերում է Ֆրանսիայում, ապա պետք է գիտակցենք, որ այնտեղ նախընտրական տարի է եւ արդեն երկու հիմնական թեկնածուներն էլ այս հարցին անդրադարձել են։ Ես կարծում եմ այս պահին այն առավելապես կմնա քաղաքականացված դաշտում։ Այսպիսով, որևէ մեկը չի լուծի մեր հարցերը, քանի դեռ մենք ինքներս պատրաստ չենք այն լուծելու։ Պարզ ճշմարտությունն ավելի քան խոսուն է, ասում են փորձագետները եւ հավելում, որ Հայաստանը պետք է քաղաքական կամք եւ դիվանագիտական ճկունություն դրսեւորի ճանաչման խնդիրն առաջ տանելու եւ վերջնանպատակին հասնելու համար։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Անկախ Թուրքիայի կառավարության հակահայկական հայտարարություններից բիզնեսի ոլորտում Հայաստանի եւ Թուրքիայի գործարարները շարունակում են համագործակցել։ Տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանի կարծիքով Երևանում հայ եւ թուրք գործարարների միջև համաձայնագրի ստորագրումը դրա լավագույն օրինակն է։ Նրա խոսքով Թուրքիայի իշխանությունների կողմից այդ համաձայնագիրը չճանաչելը պարզապես քաղաքական բնույթ ունի։ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու համար զգալի ջանքեր գործադրեց միջազգային հանրությունը։ Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությանն ի պատասխան Թուրքիան խոսեց նախապայմանների լեզվով։ Արդյունքում հայ-թուրքական արձանագրությունները կասեցվեցին։ Միջազգային հանրությունը հաճախ է կոչ արել պետական դիվանագիտական հարթությունից բացի համագործակցության եզրեր գտնել նաեւ այլ ոլորտներում։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախաձեռնությունը թերևս այդ համատեքստում հաջողված օրինակ է։ Օրերս Հայաստանում էին գտնվում թուրք գործարարներ, որոնց հետ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանի խոսքով սա շատ լավ քայլ է ցույց տալու, որ չնայած Թուրքիայի կառավարության ապակառուցողական քաղաքականությանը, այնուամենայնիվ երկու երկրների հասարակությունները շփման եզրեր գտնում են։ Այսօր հայկական շուկայում բավական մեծ թիվ են կազմում թուրքական ապրանքները եւ բնականաբար արդեն մասնավոր շահից ելնելով որոշ ձեռնարկատերեր, որոնք հատկապես այդ ներմուծումը իրականացնում են Թուրքիայից դեպի Հայաստան, ինչու եւ ոչ իրեն շատ ձեռնտու է, որպեսզի հայ եւ թուրք ձեռնարկատերերի միջև նման ասենք համաձայնագիր կնքվի։ Հայ եւ թուրք գործարարների միջև համաձայնագրի հրապարակային ստորագրումը կարևոր է, սակայն պետք է հաշվի առնել նաեւ այն, որ առանց բաց սահմանների էլ Հայաստանի եւ Թուրքիայի գործարարները համագործակցում են, ասաց Գրիգոր Հայրապետյանը, ավելացնելով, որ Թուրքիայի կառավարության տարածած հայտարարությունն այն մասին, թե չի ճանաչում համաձայնագիրը, զուտ քաղաքական բնույթ է կրում։ Թուրքիայից Հայաստան տարեկան ներմուծվում է 190 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ հակառակ ուղղությամբ արտահանվում է 1 միլիոն դոլարի ապրանք։ Գրիգոր Հայրապետյանի խոսքով Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ խթան կարող է հանդիսանալ հայ-թուրքական սահմանի բացումը, որը հնարավորություն կտա փոքրացնել արտահանման եւ ներմուծման ծավալների անհավասարակշռությունը։ Եթե մենք ունենանք լրիվ ազատ տնտեսական հարաբերություններ Թուրքիայի հետ, ապա Հայաստանից արտահանումը դեպի Թուրքիա ինքը կաճի մոտ 50-ից 55 միլիոն ԱՄՆ դոլարով։ Այսինքն, եթե մենք ներկայումս ունենք այս փակ սահմանների պայմաններում 1-ից 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի արտահանում, ապա այդ արտահանումը 50 անգամ կարող է ավելանալ։ Տնտեսագետի կարծիքով թուրքական շուկայում կարող են իրենց տեղը գտնել Հայաստանի սպառողական եւ արդյունաբերական ապրանքները։ Սահմանի բացման դրական ազդեցությունից բացի անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել բացասական կողմերին, ասաց Գրիգոր Հայրապետյանը, նշելով, որ անհրաժեշտ է նախապես հստակեցնել օրենսդրական դաշտն այնպես, որ տեղական արտադրությունը չտուժի։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է, լսեք հաջորդիվ։ Ահազանգ, ադրբեջանցիները զավթում են հայ-վրացական սահմանը։ Հայաստանի զբոսաշրջային ոլորտը մինչ ճգնաժամն ու դրանից հետո։ Քաղցառայողի ինստիտուտի կայացման 10 տարիները, ինչպիսի արդյունքներ ունենք։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Օրերս Times AM լրատվական կայքի խմբագրությունը ստացել է նամակ, որի հեղինակները պատմում են Վրաստանի Մարնեուլի շրջանի լեռնային եւ նախալեռնային տարածքներում տեղի հայկական գյուղերի ծանր կացության մասին։ Նամակի հեղինակները ահազանգում են վրացական իշխանությունների կողմից ադրբեջանցիների համար ստեղծված ամենաթողության պայմաններից եւ ոտնահարում իրենց իրավունքները ամեն կերպ նպաստելով այդ շրջանի հայաթափմանը։ Ընթերցեմ նամակից մի հատված։ Վրաստանի Մարնեուլի շրջանի լեռնային եւ նախալեռնային տարածքներում հիմնականում բնակվում են հայեր։
Քանի որ նրանց ապրուստի միակ միջոցը տեղի անջրդի երկրորդ եւ երրորդ կարգի հողերն են, լինում են տարիներ, երբ հողի մշակման վրա ծախսված գումարը մի քանի անգամ գերազանցում է ստացած եկամուտները։ Արդյունքում Մարնեուլի շրջանի հայ բնակչության 80%-ը բանկերում հսկայական պարտքեր ունի։ Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ դաշտավայրերում բնակվող ադրբեջանցիների ունեցած հողերը առաջին կարգի ջրովի հողեր են, որոնք հայերի հողերից 10 անգամ ավելի բերքառատ են։ Սակայն տեղական կառավարության որոշմամբ Մարնեուլի շրջանում հողի հարկերը հավասարեցվել են։ Անջրդի հողերի համար նախկին 31 լարիի փոխարեն 100 լարի հարկ է սահմանվել։ Մի խոսքով, հողի հարկը տեղի ազերի չինովնիկների որոշումով բարձրացվել է 300%-ով, իսկ ջրովի հողի հարկը, որին տիրում են տեղի ադրբեջանական բնակչությունն ու հազարավոր հեկտարներ հողեր ունեցող ադրբեջանցի չինովնիկները, ավելացել է աննշան տոկոսով։ Այս փաստը ևս տեղի հայ բնակչության 2005-ից 2006 թվականներին սկիզբ առած արտագաղթի պատճառ է դարձել։ Այս խնդրի շուրջ զրուցել ենք Կովկաս ինստիտուտի փոխնախագահ Սերգեյ Մինասյանի հետ։ Պարոն Մինասյան, ձեր կարծիքով այ տեղական կառավարության նման որոշումը չի խոսում արդյոք կողմնապահ քաղաքականության մասին։ Ես կարծում եմ, այո, միգուցե նմանատիպ վերաբերող կա, բայց մյուս կողմից նաև նորոգ լինելով Վրաստանի ներսում տեղի ունեցող իրավիճակից շատ բաներ նաև բացատրում են պարզապես բյուրոկրատական ինչ-որ խնդիրների հետ կապված եւ դա վերաբերում ոչ միայն Մարնեուլի շրջանում, այլ նաև, ասենք, հայաբնակ այլ շրջաններում, հատկապես Ջավախքում։ Եվ իրականում ես կարծում եմ մենք գործում ենք երկու այդ գործոնների հետ մեկտեղ եւ կա որոշակի կողմնակալություն եւ հայերի հանդեպ եւ ինչու՞ չէ նաեւ ադրբեջանցիների հանդեպ, բայց պարզապես քանի որ Մարնեուլի շրջանը ավելի շատ ադրբեջանցիներով է բնակեցված, ադրբեջանցիների շահերի պաշտպանությունը կողմնապահ բնակեցման վայրում մի քիչ ավելի, ասենք, հեշտ է կատարվում, քան այն նույն վայրում ապրող հայերի իրավունքների պաշտպանությունը։ Բայց ես կողմից նաև պարզապես դա բյուրոկրատական չինովնիկների աշխատանքի արդյունք է պարզապես։ Տեսեք, սա նպաստել է 2005-ից 2006 թվականներին սկիզբ առած արտագաղթին փաստորեն եւ բացի սա մի կարեւոր խնդիր եւս, որը առաջ է եկել Մարնեուլի շրջանից հայ բնակչության արտագաղթի հետ կապված, դա հայ-վրացական սահմանային խնդիրն է։ Փաստորեն սահմանագծման արդյունքում Վրաստանի տարածքում հայտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշակերտներից տարեկան 650-ից 700 լարի ուսման գումար են պահանջում։ Սա ինչով եք բացատրում, սա մի տեսակ ջավախքի խնդրի ոնց որ շարունակությունը լինի եւ ինչու է սա այս պահին արդյական, որովհետեւ երկրի նախագահը իր Վրաստան կատարելի կայցի շրջանում հիմնականում ակնկալվում է, որ պետք է բարձրացնի այս խնդիրները։ Դուք ինչ կարծիք եք։ Կարծում եմ, որ խնդիրները ոչ թե նոր են ստեղծվել, պարզապես նախագահի այդ Վրաստան ինչ-որ հնարավորություն կամ սպասումներ առաջացրել դեր հայ բնակչությունից եւ դրանով է բացատրվում, որ իրավիճակի մասին տեղեկություններ նոր մամուլի մեջ մենք տեսնում ենք դրա հետ կապված, որտեղ իրականում այդ խնդիրները ունեն ավելի խոր եւ պատմություն եւ նաեւ արմատներ եւ դա մի օրվա կամ մի տարվա իրադարձություններ չեն, այլ պարզապես մեր կողմից որ նախագահան հերթական անգամ այցելել է Վրաստան, այդ խնդիրները ստացան նոր ինչ-որ հնչողություն։ Պարոն Մինասյան, վրացական իշխանությունները առիթը բաց չեն թողնում ներկայացուցիչները ամենայն դեպս հայտարարելու, որ հայ-վրացական հարաբերությունները իրենց բարձրակետին են հասել։ Բայց առկա են բազում խնդիրներ, փաստերը խնդրեմ խոսեցինք մի քանիսի մասին, ես չեմ խոսում ջավախայության խնդիրների մասին, մշակութային ջարդի մասին, մշակութային հուշարձանների։ Ինչով եք պայմանավորվում նման թող ներվինձ ասել պոպուլիստական հայտարարությունները վրացական կողմի։ Գիտեք, իրականում, եթե մենք դիտարկենք միջպետական հարաբերությունները, ապա իսկապես նրանք գտնվում բավական բարձր մակարդակի վրա, բայց այլ հարց է, որ կան նաև խնդիրներ, որոնք որ շատ լուրջ, ասենք, ուշադրություն են ներկայացնում, եւ դա առաջերտին երկրի ջավախքայության խնդիրներն են, դա վիրահատության խնդիրներն են, դա կրոնական խնդիրներն են, եւ դա նաև միջպետական մակարդակի դա տրանզիտային բոլոր համակարգի խնդիրներ են։
Բայց դրանց մեկտեղ ես կարծում եմ մեր հարևան երկրներից Հայաստանը ամենալավ իսկապես հարաբերություններ ունի հենց Վրաստանի հետ, չմոռանալով իհարկե այդ բոլոր նշված խնդիրները, որ իսկապես շատ լուրջ են եւ շատ մեծ ուշադրություն են պահանջում Հայաստանի կողմից, հատկապես ջավախնության խնդիրը, որը փաստացի կարելի ասել Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներից մեկն է հանդիսանում։ Հայաստանը գուցե իր հարևանների մեջ ամենալավ հարաբերությունները Վրաստանի հետ ունի, բայց Վրաստանի տեսակետից նույնը չեն կարող փաստել, եթե ոչ վերջին, ապա նախավերջին տեղում ենք մենք, որովհետև վրաց-թուրքական անցագրային ռեժիմի վերացումը այո խոսում է հենց այդ փաստի մասին, որ ամեն կերպ փորձում են վերացնել այն եւ նույնիսկ եթե չեմ սխալվում օդաչուներ, նավաստիներ ծառայողական իրենց տոմսերով կարող են հատել սահմանը։ Դուք ճիշտ եք եւ դա բացառությամբ որ Վրաստանը մաքսիմալ ձևով փորձում է օգտագործել իր տրանսպորտային նշանակությունը Հայաստանի հետ հարաբերություններում, իհարկե չարաշահում է այդ հանգամանքով, բայց մյուս կողմից եթե Հայաստանն էլ պատրաստ է նման տեսանկյունով դիտարկել հայ-վրացական հարաբերությունները, եթե Հայաստանի հասարակության կողմից նույն այդ ջավախքարության խնդիրները շատ հաճախ դիտարկում ոչ թե որպես հարց, որով պահանջում է լուծում, այլ ինչու՞ չէ անվանենք իրերը իրաց անուններով նույնիսկ գլխացավանք, որով կարա որոշ քաղաքական գործիչների պատկերացումներով ինչ-որ նոր խնդիրներ իբր թե ստեղծի Հայաստանի համար սկսած կոմունիկացիոն խնդիրներից եւ վերջացրած նրանց որ շատ մարդկանց համար Վրաստանը հանդիսանում է նույնիսկ ինչ-որ քաղաքական զարգացումների ինչ-որ լավ օրինակ, ապա պետք չի զարմանալ, որ Վրաստանի իշխանությունները այդ գործոնը օգտագործում են Հայաստանի դեմ։ Եթե մենք պատրաստ չենք ինքներս ջավախտարության խնդիրները կամ վիրահարության խնդիրները պատշաճ ձևով պաշտպանելու, պետք չի զարմանալ, որ վրացիները մեզ Հայաստանի հանդեպ ունեն այն վերաբերմունքը, որը ունեն։ Պարոն Մինասյան, այդուամենայնիվ, ինչ եք կարծում, ակնկալենք արդյոք վրացական իշխանությունների կողմից, եթե նախագահ Սարգսյանը բարձրացնի իհարկե վերանշված խնդիրները դրական արձագանք կամ հետամուտ լինեն խնդիրներին, Մարնեուլի շրջանը կլինի, վիրահայության խնդիրը կլինի, վերջո Չախալյանի խնդիրը կլինի, ակնկալենք որևէ դրական քայլեր վրացական իշխանությունների կողմից, թե հերթական հայտարարությունները միջ երկրային բարեկամության մասին պետք է հնչեն ծափահարություններով ավարտվի։ Իհարկե, ես համոզված եմ, որ բոլոր հանդիպումների ժամանակ կարևոր կամ ցավոտ խնդիրները իհարկե ածանցում են եւ քննարկվում, բայց դրանից մեկտեղ ես չեմ կարծում, որ մոտակա ժամանակում մենք ինչ-որ արագ զարգացումների հեռանկարների առջև կանգնում, որտեղ եւ Հայաստանի եւ նույնիսկ Վրաստանի համար բոլոր այդ խնդիրները նաեւ չափազանց քաղաքականացված են եւ չեմ կարծում, որ ներկայումս իրավիճակում Վրաստանի իշխանությունները պատրաստ են ասենք ինչ-որ ռեալ քայլեր անել ջավախտության հարցում, թե տրամաբանական ավարտին բերեն, ասենք եկեղեցիների եւ կրոնական ազատությունների հետ կապված բոլոր այդ խնդիրները։ Հետևաբար այն ապագան, որով մենք կարող սպասենք կամ տեսնենք հայ-վրացական հարաբերություններում, դա այդպես փոքր քայլերով փորձել լուծել մեծ եւ ծանրացած խնդիրները։ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը շարունակում է աճ ապահովել։ Ավելացել է զբոսաշրջիկների թիվը, ընդլայնվել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների աշխարհագրությունը։ Սա Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի տեսանկյունից։ Իսկ ահա ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների պնդմամբ չնայած դրական արդյունքներին, ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք համակարգային լուծում են պահանջում։ Աննա Գզիրյանի անդրադարձը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն ունեցավ աշխարհի շատ երկրների տնտեսությունների վրա։ Այդ առումով բացառություն չէր Հայաստանը։ Ճգնաժամի հետևանքով մի շարք ոլորտներում անկում արձանագրվեց, սակայն եղան բնագավառներ, որոնք կամ քիչ տուժեցին, կամ ընդհանրապես խուսափեցին հարվածներից։ Այդ առումով առաջնային տեղում է զբոսաշրջությունը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ ճգնաժամի տարիներին զբոսաշրջության ոլորտում ոչ միայն անկում չի արձանագրվել, այլև կայուն զարգացում է ապահովվել։ Ընթացիկ տարվա 10 ամիսների տվյալներով Հայաստանի զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 13.5% աճ։ Դա առավել կարևորում եմ ես, քանի որ այդ աճը
տեղի ունենում բավականին բարձր բազայի վրա, սա վերականգնողական աճ չի, ինչպես մենք ունենք տնտեսության տարբեր ոլորտներում, իսկ սա կայուն աճ է, ոլորտը այն հազվագյուտ ոլորտներից է, որը չնայած տնտեսական ճգնաժամին դրսևորեց կայուն տնտեսական աճ։ Նախարարի խոսքով վերջին շրջանում պետության ջանքերով լուրջ ներդրումներ են կատարվել ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ընդլայնվել է հյուրանոցային ցանցը։ Ըստ վիճակագրական տվյալների, կարծես թե Հայաստանը զբոսաշրջիկների պակաս չի զգում։ Հայաստան են գալիս այնպիսի երկրներից, որտեղից նախկինում զբոսաշրջիկներ չեն ունեցել, մասնավորապես սկանդինավյան, աֆրիկյան երկրներից։ Հայաստանը շատ զբոսաշրջիկների համար հետաքրքիր է, սակայն հաճախ նրանք դժգոհում են գնային քաղաքականությունից, ասելով, որ տուրիստական փաթեթները թանկ են։ Պարբերաբար ոլորտի գերատեսչությունների ներկայացուցիչները հպարտությամբ նշում են, որ Հայաստանը բարձրակարգ հյուրանոցների պակաս չունի։ Դա իհարկե ողջունելի է, սակայն բոլորս էլ գիտենք, որ բարձրակարգ հյուրանոցներում բավականին բարձրակարգ գներ են սահմանված, իսկ դա ազդում է տուրիստական փաթեթների գնային քաղաքականության վրա։ Ներգնատուրիզմով զբաղվող Երևանի տուրիստական գործակալություններից մեկի ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանի խոսքով նման հյուրանոցները շատ թանկ են եւ շատ զբոսաշրջիկներին նման շքեղություն պետք էլ չէ։ Այն հյուրանոցները, որոնց պահանջարկը մենք շատ ունենք, 3 աստղանի հյուրանոցներն են։ Հայաստանում ցավոք սրտի չկա 3 աստղանի հյուրանոցների մեծ բազա։ Բոլորը 5 աստղան են իրենց հավանում։ Եվ դրանք տուրիստական հյուրանոցներ չեն, հասկանում եք, դրանք տուրիստների համար չեն, տուրիստների համար 3-4 աստղանի հյուրանոցներն են Հայաստանին, որոնք շատ սակավաթիվ են մեզ մոտ։ Մեզ մոտ միջին օղակն է բացակայում Հայաստանում հյուրանոցը կամ շատ շքեղ է, կամ էլ ոչ։ Դա էլ հենց խնդիր է, ասաց Հայկ Գրիգորյանը։ Զբոսաշրջության ոլորտի մեկ այլ խնդրի մասին եւս կադրային քաղաքականություն։ Պետական կառույցների ներկայացուցիչները նշում են, որ Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի, աշխատում է ավելացնել զբոսաշրջիկների թիվը, սակայն մասնագետները նշում են, որ ոլորտը որակյալ կադրերի պակաս ունի։ Տուրիզմի ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանի խոսքով այստեղ համակարգային մոտեցում է անհրաժեշտ։ Հայաստանում տուրիստական կադրերի սով է։ Աշխարհը գնում է նոր որակական ուղղությամբ։ Ուրեմն մեզ պետք են որակյալ մասնագետներ, որոնք որ կարողանան շուկային նոր ապրանք ներկայացնել, որովհետև նախկին տուրիստները չեն շրջագայում, նոր տուրիստներ են շրջագայում, նոր ցանկություններ կան եւ նրանց համար նոր ապրանք պետք է ստեղծել, որ նրանց պահանջմունքը բավարարի։ Իսկ ինչ է անում պետությունն այդ ուղղությամբ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ բնականաբար այդ հարցը իրենց ուշադրության կենտրոնում է։ Չենք կարող նպատակ դնել ավելացնել զբոսաշրջիկների թիվը, սակայն անտեսել որակյալ մասնագետների հարցը, հավելեց նախարարը։ Իհարկե խնդիր կա կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ մենք ունենք արդեն որոշակիորեն ունենք ձևավորված կառույցներ, կրթական համակարգեր, հաշվի առնելով, որ ոլորտը բավականին արագ զարգանում է, նաեւ առաջիկա տարիների պահանջարկը մենք այստեղ պետք է կարողանանք այնպես պլանավորել, որպեսզի բավարարենք ոչ միայն այսօրվա խնդիրները, այլև մի քիչ առաջ նայենք եւ նախապատրաստենք մասնագետներ, որոնք աշխատեն Հայաստանում 2, 3, 5, 10 տարի հետո։ Զբոսաշրջության ոլորտում բավական տեղաշարժ կա, սակայն դա չի նշանակում, որ պետությունը անելիքներ չունի, ասաց Տիգրան Դավթյանը, վստահեցնելով, որ իրենց ջանքերը կրկնապատկելու են համաշխարհային տուրիստական շուկայում ուրույն տեղ ունենալու եւ այն ընդլայնելու համար։ Նախարարի խոսքով զբոսաշրջությունը կարող է տնտեսության համար լուրջ եկամուտներ ապահովել, իսկ Հայաստանն այն զարգացնելու համար լավ հնարավորություններ ունի։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Նախորդ տարին Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի համար առանձնացել է հատկապես նրանով, որ համակարգում եղել են բարեփոխումներ, որոնք պայմանավորված են եղել օրենսդրական փոփոխություններով։ Իսկ այս տարի առանձնահատուկ է, քանի որ դեկտեմբերին լրանում է քաղաքացիական ծառայության մասին օրենքի ընդունման եւ խորհրդի ձևավորման 10-ամյակը։ Գերատեսչության ձեռքբերումների եւ արկա բացերի մասին խոսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Քաղծառայողը պետք է ցուցաբերի քաղաքացիական ակտիվություն։ Եթե քաղծառայողն իր աշխատանքում անխոցելի է եւ անթերի, ապա ոչ մի նախարար կամ ղեկավար նրան աշխատանքից ազատել չի կարող։ Վերջին 10 տարիները քաղծառայողի ինստիտուտի կայացման եւ զարգացման տարիներն էին։ Չնայած տարբեր օրենսդրական եւ համակարգային փոփոխությունների, Հայաստանում քաղաքացիական հասարակությունը դեռ բավականին զարգացած չէ, եւ բնական է, որ գերատեսչությունը անթերի չէ։ Իսկ առաջ եկած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է վերհանել ցանկացած խոչընդոտ, քանի որ սա այն ոլորտն է, որ մշտական զարգացման կարիք ունի, ասում է քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։
Վերջինիս խոսքով այնուամենայնիվ համակարգում նկատվում է դրական տեղաշարժ, մասնավորապես քաղցրահեղի պաշտոնի տեխնացուների քննական արդյունքների գնահատման մոդելը քաղաքացիական ծառայության մասին նոր օրենքով փոփոխություն է կրել։ Հաղթողներն արդեն որոշվում են բալային համակարգով։ Մենք հաղթողների քանակը սահմանափակեցինք, ոչ թե ինքնանպատակ լուծումներ դա կամ մեխանիկական, այլ գնահատման մոդելը փոխվեց ըստ էության, երբ որ հանձնաժողովի անդամները, մրցութային հանձնաժողովները արդեն բալային գնահատմամբ են որոշում հաղթողներին եւ առավել 3 բալեր հավաքածները հաղթողներ են ճանաչվել, ոչ ավել քան 3 հոգի։ Նախկինում գիտեք որևէ սահմանափակում չկար։ Կարող է լինել 50-60 հոգու մասնակցության մրցույթ, որի ընթացքում 20-30 հոգին կարող են հաղթող ճանաչվել։ Ի տարբերություն նախկին օրենքի, նոր օրենքով նախատեսվում է արձանագրության տեսք տալ քննական հարցերին եւ ձայնագրել բանավոր հարցազրույցը։ Յուրաքանչյուրը գնահատվում է 10 բալանոց համակարգով։ Ինչպես նկատում է Մանվել Բադալյանը, նոր կարգն առավել օբյեկտիվ գնահատման հնարավորություն է ընձեռում։ Մանվել Բադալյանը նաեւ ցավով է նշում, որ պետական ծառայողի շարքերն այսօր առողջ չեն եւ կարծում է, որ վաղուց արդեն ժամանակն է, որ քաղծառայողը հասկանա, իր աշխատանքը բիզնես չէ։ Շատ պետական ծառայողներ այդպես չեն մտածում, ցավոք սրտի, եւ շատ պետական ծառայողների թվում է, թե պետական ծառայության մեջ լինելով ձեռնարկատերերի նման կամ ձեռնարկատերերի չափ, բիզնեսմենի չափ պետքա եկամուտներ ունենա։ Այդպես չի։ Ուստի պետությունը պիտի այդ մարդկանց երաշխավորի, որ նրանք իրենց պաշտոնավարման ընթացքում եւ առավել եւս դրանից հետո կենսաթոշակային ու սոցիալական լուրջ փաթեթներով պետության կողմից երաշխավորված պիտի լինեն։ Եվ պետական ծառայողին պիտի կարողանան կերտել, չէ, տեսակը նայել։ Նման երևույթներից զերծ լինելու համար Մանվել Բադալյանը հիշեցրեց, որ 2012-ին պետական բյուջեով քաղծառայողին ամսական 15000 դրամ է հատկացվում, որը կարող են ծախսել Հայաստանում կամ Արցախում հանգիստը կազմակերպելու սեփական առողջության պահպանման եւ ուսման համար։ Տարեկան դա 180,000 դրամ է կազմում, ու թերևս այս գումարով կարելի է ինչ-որ հանգիստ կազմակերպել։ Ամփոփելով Մանվել Բադալյանը տեղեկացրեց, որ քաղծառայողի տարբեր թափուր տեղերի համար հայտարարված վերջին 5 մրցույթներում որպես կանոն հաղթող չի լինում, ինչը խոսում է այդ մասին, որ քննություններին մասնակցող դիմորդների մեծ մասը չունի բավարար գիտելիք, իսկ անբավարար գիտելիքներով եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումով քաղծառայողը կոռուպցիոն ռիսկերից մեկն է։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Թողարկման այս հատվածում սպորտային լուրեր Հրայր Նազարյանի հետ։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, մարզական թողարկմամբ Արմ ռադիոյի եթերում է Հրայր Նազարյանը։ Այսօր կանդրադառնանք հետևյալ թեմաներին։ Տեր Սահակյանը թագադրվեց Բրազիլիայում, աշխարհի հաջորդ չեմպիոնը կորոշվի Մոսկվայում, Ֆեդերերի ռեկորդը եւ Ֆետելի երջանկությունը։ Այժմ այդ թեմաների մասին ավելի մանրամասն։ Վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանը ոսկե մեդալով է վերադառնում Բրազիլիայի Կալդաս-Նովաս քաղաքում ավարտված շախմատի աշխարհի միջև 18 տարեկանների առաջնությունից։ Վերջին տուրում չեմպիոնի կոչումը ձևակերպելու համար հայ շախմատիստից պահանջվեց ընդամենը 6 քայլ, որից հետո նրա մոտակա հետապնդող Das Debashis-ը Հնդկաստանից համաձայնեց ոչ ոքի։ Այդպիսով Տեր Սահակյանը վաստակելով 8 միավոր միանձնյա զբաղեցրեց պատվո պատվանդանի առաջին հորիզոնականը, իսկ Դեբաշիսը 7 միավորով երկրորդ տեղը բաժանեց ռուս շախմատիստ Ֆեդոսիևի հետ։ Նույն տարիքային խմբում Ռոբերտ Աղասարյանը 6 միավորով 14-րդ հորիզոնականին է։ Մինչև 16 տարեկանների առաջնությանը հնարավորություններից ցածր արդյունք գրանցեց այդ տարիքի բոլոր մասնակիցներից ամենաբարձր վարկանիշ ունեցող Կարեն Գրիգորյանը, որը վերջին տուրում պարտվելով իրանցի Իդանի Պոույային 6 միավորով առաջնությունը ավարտեց միայն 14-րդ տեղում։ Իսկ ահա Հովհաննես Գաբուզյանին միայն կես միավոր չբավականացրեց մրցանակակիր դառնալու համար եւ նա ճանաչվեց 4-րդը։ Հայ շախմատիստների արդյունքները այսպես է գնահատում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Սա իրական խաղաց, բնական է, եթե չեմպիոն է զարմում, մենք պետք է գովաբանվի եւ իրականում շատ լավ է խաղում, շատ վստահ էր անցկացնում։ Ինչ վերաբերում է Գաբուզյանը 4-րդ տեղը չի կարելի ասել վատ արդյունք աշխարհում, բայց իհարկե շատ մոտ էր մրցանակակիր լինելու եւ կարող էր։ Կարենը Գրիգորյան, եթե սպասում ենք, ինք առաջի համարներ էր տարի թվում, բնականորեն եթե բնականորեն սպասում ենք եւ մրցանակակիր լինելու։ Մի փոքրիկ ուղղակի
Բաշի խաղաղելուց երրորդ տեղը գրավում եւ գոնե դա այս համարի լավ արդյունք բայց ցավոք պարտվեց ոչ խաղը ես համարում կայանի արդյունքը ավելի ցածր քան կարող էր Իշը վերում է Ռոբերտի ապա Ռոբերտը ոչ խաղաց որովհետեւ 17 տարեկանը խաղում է 18 տարեկանների առաջի անգամ է խաղում ուշադրության այդ տարիքի ընդհանուր ոչ խաղաց Ռոբերտը Տեր Սահակյանը կարծեմ ձեր ակադեմիայի սան է սան է եղել երկար տարիներ բայց արդեն երկու տարի է ինքը արդեն դուրս եկել ակադեմիայի Ռալբագան Տիգրանի հետ է աշխատում դա է Կարելի է ասել, որ ակադեմիայում ուսումնառության տարիները կնիք են թողել նրա աճի վրա։ Քան կարևոր չի, դա ինքը ավելի շատ պարապում է եւ այստեղ եւ եկեղեցիները այստեղ է, ինչեւ այդ Վանաձորում է։ Բնականաբար ինչ-որ տարիները ամեն տարիքեր ինչ-որ տարիներ տալիս են իրենց նշանակությունը ներդրում է։ Դա է որ երեխան երբ որ բարձրանում է, դա այնպես չեն բարձրանում իրանք աշխատանք է, դա ինչ-որ Այսինքն նրա մոտ խաղի աճ նկատում եք Սամվելը դեռ 2 տարի առաջ Հայաստանի առաջնությունում գերազանց խաղացնեց ասակներ մենք ավելին ենք սպասում այս տարիների ընթացքում դեռ եթե վերցնենք ամբողջական մենք իրեն ավելի մեծ պետք է դիրքերում տեսնենք եւ այն վարկանիշը որ ինքը ունի դա այն վարկանիշը չի որ մեզ պետք է ուրախացնի որպես աշխարհում ամենաուժեղակույնները մի տարի առաջ ավելի բարձր վարկանիշ ուներ բայց ամեն դեպքում Սավելյան շախմատիստն է որ կարող է մեծ թռիչք ունենալ եթե իհարկե լավ կարողանա ժամանակը ճիշտ եւ օգտակար օգտագործել Այս հաղթանակը նրա վարկանիշի վրա ինչպես կանդրադառնա Լավ 14 միավոր բարձրացում Շախմատի տղամարդկանց աշխարհի հաջորդ չեմպիոնը կորոշվի հաջորդ տարվա մայիսի 10-ից 31-ը Մոսկվայում։ Գործող չեմպիոն հնդիկ Վիշվանատան Անանդի եւ տիտղոսի հավակնորդ իսրայելցի Բորիս Գելֆանդի հանդիպման մրցանակային հիմնադրամն է $2,550,000, որից 60%-ը կհասնի հաղթողին, իսկ 40-ը ինքնաբերաբար պարտվողին։ Կողմերը կանցկացնեն դասական շախմատի 12 պարտիա, իսկ ոչ ոքի դեպքում կնշանակվի թայ-բրեյք։ Լոնդոնում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հաղթանակով է ավարտվել արեստավարժ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ մրցաշարը։ Եզրափակիչում Ֆեդերերը 6-3, 6-7, 6-3 հաշվով առավելության հասնելով ֆրանսիացի Ժո Վիլֆրեդ Ցոնգայի նկատմամբ տոնել է այդ մրցումներում իր 6-րդ հաղթանակը։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է 5-ական հաղթանակ ունեցող ամերիկացի Փիթ Սամփրասին եւ չեխ Իվան Լենդլին։ Միաժամանակ Ֆեդերերը անցկացրեց խոշոր մրցաշարերում իր 100-րդ եզրափակիչը տանելով 70-րդ հաղթանակը։ Ֆորմուլա 1-ի աշխարհի 62-րդ առաջնության վերջին ակորդը հնչեց Բրազիլիայի Գրան Պրիում։ Արդյունքները էապես չանդրադարձան մրցաշրջանի կարևոր ցուցանիշների վրա։ Սեբաստիան Ֆետելը պաշտոնապես ձևակերպեց անհատական հաշվարկում առաջին տեղը, իսկ նրա թիմը Red Bull-ը նվաճեց կոնստրուկտորների գավաթը։ Ֆերարին եւ Մաքլարենը եզրափակեցին լավագույն եռյակը։ Դե իսկ ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, մինչ հանդիպում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ այսօր Arm Radio-ի ստուդիայում աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։